Կոլխիցինը, որը հաճախ է կիրառվում և առաջ է հաճախ կիրառվել ալոպատների կողմից, ալոպաթիայի և այժմ էլ է հաճախ կիրառվում, շատ վնասակար հետևանքներ է թողում և ինչքան շատ է մարդը այդ պրեպարատը խմում, այդքան հավանականությունը, որ բարդ հիվանդություններ ձեռք կբերի և լուրջ խնդիրների առաջ կկանգնի, այդքան հավանականությունը մեծանում է։ Նույնիսկ Համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից զեկուցագիր կա, որ այդ զեկույցում նշվում է, որ կոլխիցինի չափաբաժինը բուժող և մահացու մոտ է։ Բուժող այստեղ չի կարելի ասել, թե բժշկող, այսինքն բուժող նկատի ունի ախտային շրջանշող, որովհետև մարդը կարող է ամբողջ կյանքը բուժվել, այդպես էլ չբժշկվել, և մարդ էլ կա, որ բժշկվում է և ազատվում է այդ հիվանդությունից վերջնականորեն։ Կոլխիցինի դեպքը ինչու պետք է ընդհանրապես քննարկվի այդ, որովհետև այսօր շատերի մոտ, նույն զույգերի մոտ երեխաներ չեն կարողանում ունենալ հենց կոլխիցինի պատճառով, քրոնիկ ծանր հիվանդությունների մեջ են մնում հենց կոլխիցինի պատճառով և շատ լուրջ, ծանր, նույնիսկ հոգեբանական վիճակի մեջ են մնում նույն կոլխիցինի պատճառով։ Կոլխիցինը ինչ է անում։ Առաջներում կոլխիցինը օգտագործում էին նույն ալոպատները ռևմատիզմի դեպքում ժամանակավոր ցավը անցկացնելու մինչև պատճառը գտնելը, բայց քանի որ մեթոդոլոգիան ավելի սխալ ուղղությամբ գնաց, այսօր կոլխիցինը համատարած առաջարկվում է որովայնի խոռոչի ոչ միայն օրգանները պատող թաղանթների բորբոքման համար է առաջարկվում, այլ արդեն նույն թոքաբորբի, նույն բրոնխիտների, նույն լեղապարկի բորբոքումների, այսինքն միջոց այլևս չունեն բուժելու և կոլխիցինով ճնշում են ախտային շրջանը։ Այսինքն ինչպես է կոլխիցինը աշխատում։ Կոլխիցինը ընդհանրապես անջատում է իմունային պատասխանը։ Եթե մենք պատկերացնենք, դա խելագարություն է, որովհետև իմունային պատասխանը պետք է օրգանիզմին, որպեսզի հիվանդությունը դուրս հանի։ Այսինքն Աստված ստեղծել է մարդուն կենսական ուժով և իմունային համակարգով, և մարդու օրգանիզմը, կենտրոնական նյարդային համակարգը ավտոմատ կերպով ամեն բորբոքումներին կամ ինֆեկցիաներին կամ որևէ հիվանդություններին, այդ թվում օրգանական փոփոխություններին, ունի որոշակի իմունային պատասխան, որի միջոցով օրգանիզմը փորձում է բժշկվել, ազատվել այդ բորբոքումից, այդ հիվանդությունից, և օրգանիզմը ունի բոլոր մեխանիզմները, եթե համեմատաբար առողջ է, դեռ վիրահատություններ չեն արել, չեն հեռացել որևէ օրգան, այդ օրգանիզմը ունի շանսեր, որ կարող է բժշկվել, ապաքինվել, այսինքն իր մեխանիզմները միացնելով իր միկրոէլեմենտներին և միկրոաշխարհը, նույն մակրոֆագերը և լեյկոցիտները, լիմֆոցիտները և իրականում ավելի շատ ահռելի կան միկրոաշխարհ մարդու մեջ, քան մարդը պատկերացնում է։ Նույն նյարդային համակարգն է, նույն վահանաձև գեղձը, կրկնօրինակող բջիջներ կան, որոնք կարող են վերականգնել, այսինքն իմունային համակարգն էլ, այսինքն բորբոքում կա։ Եթե բորբոքում կա, ռեցեպտորներ կան, որոնք բորբոքային պրոցես են առաջացնում, որպեսզի հարուցիչից ավիշը արտադրությունը շատանա, ավիշի միջոցով, այսինքն քթերից գա կամ նույն որևէ, այսինքն կարող է նույն ներքին օրգաններից նույն հաճախամիզությամբ դուրս գա, նույն լուծով կամ արտադրություն լինի աչքերից, քթերից, այսինքն այդ ականջներից էլ լինի, եթե ինֆեկցիա կա գլխուղեղում, և այդպիսով օրգանիզմը փորձում է ազատվել և ցավը, պարզ է, որ ցավը պետք է լինի, որովհետև ռեֆլեկտոր կապը պետք է լիարժեք լինի, այսինքն ցավ, ազդակ, իմունային պատասխան իրար հետ են աշխատում, ցավը եթե չկա, օրգանիզմը չի տեսնում։ Եվ մյուս ախտանիշները։ Կոլխիցինը տալիս են իմունային համակարգը ժամանակավոր անջատում, այսինքն ինչ են անում։ Իմունիտետը, օրգանիզմի կենտրոնական նյարդային համակարգը դադարում է տեսնել հիվանդությունը, այսինքն եթե հարուցիչ կա, հարուցիչը մնում է, ավելի է բազմանում,
օրգանիզմի ռեցեպտորները էլ չեն տեսնում։ Եթե կա օրգանական փոփոխություն, որ օրգանիզմը պիտի օգներ մակրոբակտերիաների միջոցով եւ մակրոֆագերի միջոցով ազատեր, այլևս չի կարող։ Եվ այսպես շարունակ կորխիցինը տարեսեն ամեն օր խմում է, օրգանիզմը հիվանդություն չի դարձնում, բայց այդ հիվանդությունը աճում է օրգանիզմում։ Այսինքն բակտերիաները շատանում են, հարուցիչները շատանում են, ֆիբրոզը շատանում է, քրոնիկ բորբոքումը շատանում է, եւ դրանից հետո այդ պացիենտի մոտ գալիս է մի շրջան, որ կամ օրգանիզմը այլևս, այսինքն այնքան է հավաքել բորբոքումը, այլևս կորխիցինը չի օգնում եւ արդեն անդադ բորբոքումներ է մոտ առաջանում, կամ կորխիցինի չափը բաժին են փոխում եւ այլն, բայց գալու է մի պահ, որ այդ պացիենտը, այսինքն կորխիցինը համ կրճատում է կյանքի տևությունը, բայց գալու է մի պահ, որ կորխիցինը չի խմելու եւ այդտեղ սկսելու է իր ամենաբարդ շրջանը, երբ պետք է օգնել պացիենտին դուրս գալ, այսինքն ախտանիշները գալու են գնան բորբոքային պրոցեսները, որովհետեւ սառացված է, այսինքն միակողմանի զենքը բանն արել, վերսել են, ասել են պետք չի պայքարել ու օրգանիզմում առաջացել է այդ ժամանակ օգնություն է պետք օրգանիզմին եւ շատ դեպքերում լինում է դուրս հանել, իսկ նրանք ովքեր դեռ չեն խմում կամ նոր են սկսել, թող իմանան թե իրենց ինչ է սպասվում։ Եվ նաեւ նշեմ այդ բարբերական հիվանդությունը, երբ ասում են կամ երևանյան կան դեպքեր, երբ գենետիկական մակարդակով հիվանդություն կա, բայց դեպքեր կան, երբ ախտորոշումները շատ սխալ են։ Այսինքն դեպքեր կա նույն կարա օրգանի ներսը խոռոչը ներքին բորբոքվի, նորից կապեն Երևանյանի հետ, բայց կամ պարբերականի, բայց պարբերականը իր կլասիֆիկացիայով արտաքին օրգանը պատող թաղանթների բորբոքման հետ է կապված, բայց շատ դեպքերում սխալ է ախտորոշումը եւ շատ դեպքերում երբ դա վերագրում են անբուժելի, դա միֆ է, այսինքն հեքիաթ է եւ շատ սխալ է, հոնիվածք է։ Իրական պարբերական հիվանդություններ են լինում բժշկել, նույն գենետիկական մակարդակով է լինում օգնել պացիենտին, նույն հոմեոպաթիկ միջոցներով, մեթոդներով։ Այսինքն ինչ ուղղակի հեշտ է նույն իբուպրոֆենը, նույն որը նուրոֆենի մեջ կա, նույն անալգետիկները, նույն այսինքն հեշտ է օրգանիզմի զենքը վերցնել, իմունային պատասխան չլինի, այսինքն պայքար չլինի, ախտանիշ չկա, ասում են դուք առողջ եք, գնացեք տուն, քան բուժել, տանջվել, պացիենտի հետ աշխատել, մինչև վերջնական խնդիր դուրս գա։ Բայց նորից եմ նշում, կորխիցինը դա նրանք, ովքեր խմում են, օգտագործում են, մեծ վնաս են հասցնում հենց իրենց օրգանիզմին, իրենց առողջությանը, բազմաթիվ են դեպքերը, որ նույնիսկ երեխա չեն կրում, չբերություն է առաջացնում։ Միայն ոչ միայն դա, տարբեր հիվանդություններ, հոգեբանական հիվանդություններ նույնիսկ։ Իսկ նրանք էլ, ովքեր դեռ չեն խմել, հեռու մնան այդ պրեպարատից։ Կորխիցինը ինքը բույսից է ստացվում, բայց դա թունավոր բույս է եւ չափաբաժինը, որը վաճառվում է դեղատներում, ինքը հենց մոտ է մահացու չափաբաժնին եւ շատ վնասակար է։ Դա նույնպես սիմպտոմատիկ ձևով է բուժում, այսինքն չի բժշկում, ճակատների մեջ բուժում, ախտանիշը չկա, չկացավ, դուք առողջ եք, գնացեք տուն։ Եվ այն կան նույնիսկ կան բարեխիղճ բժիշկներ, որոնք կորխիցինից հեռու են պահում պացիենտներին, բայց կան նույնիսկ գինեկոլոգների շրջանում, որոնք կորխիցին են առաջարկում, օրինակ արգանդի բորբոքումների ժամանակ, դա այդպիսի բժիշկը լավ է փոխի իր մասնագիտությունը։ Եվ ընդհանրապես կորխիցինը օգտագործելը դա ավելի մեծ վնաս է հասցնում, քան ես փորձեցի ներկայացնել ձեզ, առողջ եղեք։